Առավոտը ժամը 9-ից 10-ը մեկ էլ Գորիսից հետ գալուց ժամը 3-ին 4-ին նայած օրվա վրա էլի մարդիկ իմ են իրաց գործերով մինչև պրծնում են դառնում է ժամը 4-5-ը այդ ժամերին է հետ եմ կեմ արդեն ճանապարհը երևի մի ամիս կես է որ շահագործման են հանձնալ շատ լավ ընտիր ճանապարհ է որ հիշում եք այն ճանապարհները քարուքան տարած որ քիլում եք եմ ահա որ են ժամանակ հիմա շատ լավ է շատ ընտիր է ոչ մաշինա փչանում ոչ ծախսը սանում մաշինի վրա հիմա Գորիսից տաքսիներն են շատ կям քինում երթևեկությունը շատ է գյուղի հետ նախկին ճանապարհները շատ ահավորված այլել քացել ենք հիմնական այս ճանապարհն այլել ճիշտ է քարուքան տարած այլել բայց հիմնական այս ճանապարհն այլել Խոզնավար գյուղի համար 90 թվին ասֆալտ որ արել են հիմա էլ 2025 թվին արեցին այդքան ժամանակա չկար ասֆալտ սա քարուքան տարած էր փոսեր վիճակ չկար մի խոսքով հիմնականը ավտոները քինում էին ներքևի ճանապարհով, որը գտնած է տեղ գյուղի խաշմերուկով, քարաշենով։ Այն ճանապարհները շատ երկար ճանապարհ է, 42 կիլոմետր։ Ծախսը շատ էր։ Ժողովուրդ տաքսիներ չէին կям։ Բայց հիմա կարճ 18 կիլոմետր 300 մետր Երեշենի խաշմերուկից մինչև Խոզնավար։ Տևել է տևողությունը Խոզնավարից մինչև Գորիս համարյա 50-ից 60 րոպե մի ժամ համարյա բայց հիմա էլի նույն ճանապարհն է մեր ավելի լավ վերանորոգված կատարելագործված սիրուն հիմա քիմեք մի 15-ից 20 րոպե դա այլ ընդրակային ճանապարհ է դե ինչքան գիտեմ ես այն կոմունիստների ժամանակ քարտեզում չի եղել այս ճանապարհը Դաժե հիմա էլ չկա երևի բայց մալադես սարքեցին էլի մեր խոսքը տեղ հասավ բողոքներ շատ ներկայացրիք բնակիչների տրամադրությունը շատ լավ է որովհետև շարժ կա միջոցառումներ են իմ բարեկամությունը շատ է դրսում գյուղի բարեկամությունը շատ են կյանքիմ հիմա 25 թվի մեկ է 26 թվի տարբերությունը շատ մեծ էր շարժը շատ լավ էր որովհետև հարազատները շատերը դրսի ապրող հարազատները շատերը գյուղում են անցկացրել նոր տարին մենակ դա որ ժողովուրդը ֆինանսականից խեղդվում են չեն կարող աշխատատեղ չկա գյուղում հիմնականը դուրս են կям դուրս աշխատատեղերի հիմար փող աշխատելու անասուն չեն կարող պահեն արոտավար չկա, խոթունձի տեղ չկա առաջ չէի կարում հելնեիք ես ճանապարհները պիտի բուքսիր անեին ավտոն քաշեին տանեին այնպես փոսեր էր ստեղ բայց հիմա փառք Աստծո սարքեցին գյուղացիների շատերը երևի 15-20 հոգի աշխատել են այս ճանապարհների վրա իսկ եթե երկար տևեր ավելի լավ կլիներ էլի կաշխատեին տղերք կաշխատեին բայց դե հիմա գործը բրծել է տղերքն էլ տունը նստած բարապ սարապ տաքսի շոֆեր չեմ ես ավելի գյուղի բարեգործական մարդկանց մեկն եմ էլի դիկատ ունեմ որ մարդիկ ասում են Գորիս գնանք ավտո չունեն տանեմ բերմեմ Գորիս հետ եմ տանում միայն վարելիքի փող են լցնում հետա նենց որ ասեմ ես տաքսոպոտի փող աշխատեմ տունուս պահեմ չէ այդ չկա դες բան չկա մենք կոչում ենք սահմանապահ գյուղ սահմանապահ շատ մոտիկ են պոստերը սա կարամ ցույց տամ ձեզ Esa gյուղապետը դա կրաս